քարտուղարին շարունակում է դատականիստը թվում զեկուցել վարորդի մասնակիցների դատարան ներկայացման մասին։ Պատվարժան դատարան դատականիստին ներկայացել են հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանը, Վահան Հարությունյանը, պաշտպաններ Հովհաննես Խուզարյանը, Սերգեյ Հարությունյանը, Էդուարդ Հովհաննիսյանը, Մհեր Հակոբյանը, Յուրա Իվանյանը, Լավիկ Պողոսյանը, Քադեի Սարգսյանը, Վիպարի Սիմոնյանը, Մկրտիչ Տաքսյանը, Նարեկ Մասիհին, Գևորգ Գենջյանը, Վահագն Բաբայանը, Ռուբեն Մելիքյանը, Ստեփանա Մկրտչյանը, Անահիտ Արաքելյանը, Գրեժ Խաչիկյանը, Արամ Վարդևանյանը, դատականիստի ներկայ բոլոր մեղադրյալները, դատականիստին չեն ներկայացել պաշտպաններ Արամ Օրբելյանը, Ալեքսանդր Կոչուբաևը, Վահան Հովհաննիսյանը, Վահան Գևորգյանը, Արտակ Նավասարդյանը, Վարազատ Հարությունյանը, Հովսեփ Սարգսյանը, Աննա Մանթաշյանը, Տաթևիկ Սողոյանը, Միրան Պողոսյանը, Վահագն Հակոբյանը, Պետրոս Պետրոսյանը, Տիրեկ Կարապետյանը, Սերգեյ Մարաբյանը, Ալեքսանդր Մասյանը, Հովհաննես Համբարձումյանը, Արթուր Արուստամյանը, Սմբատ Մինասյանը, Էմիլ Խաչատրյանը։ Վարորդի մասնակիցներ դուք լսեցիք դատականիստի քարտուղարի զեկույցը, մեղադրյալները հայտարարված ընդմիջումից հետո երկուսը ովքեր չէին ներկայացվեցին, պատճառները դատանի կողմից ճշտվել էր դախացանման հետ կապված եւ վթար հետ կապված, քանի որ վթարը տեղի ունեցել ավտովթարի մասին է խոսքը, այդ պատճառաբանությամբ մեղադրյալներին 10 րոպե ուշացումով են ներկայացվել դատականիստին։ Ես նախապես նախորդ դատականիստին տեղեկացրել եմ, քանի որ խափան միջոցի ժամկետները հետ կապված դատարանը պետք է քննության առնել այդ ժամկետների հարցը, այսինքն խափան միջոցը վերացնելու, փոփոխելու կամ ժամկետները երկարաձգելու հետ կապված այսօրվա դատականիստին մենք քննության կառնենք արգելանքի տակ գտնվող այն մեղադրյալների վերաբերյալ խափան միջոցի այդ հարցերը։ Խնդրեմ արգելի մեղադրողներ, ներկայացրեք այդպիսիք, ունենք 5 անձիկ մեղադրյալներ, ովքեր որ տնային կալանքի պայմաններում են գտնվում խափան միջոցի եւ 2 անձ, ովքեր որ կալանքի խափան միջոց կալանքի պայմաններում են գտնվում։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, նախ դիմում եմ դատարանին սույն քրեական գործով մեղադրյալ Բագրատ Գալստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ այն հիմնավորմամբ, որ չեն վերացել խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանները։ Ինչպես նախորդ որոշմամբ արձանագրել էր սույն դատարանը, խափանման միջոցի կիրառման հիմքերն երկուսն են, դրանք են նոր հանցանք կատարելու հավանականությունը եւ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունների չկատարումը, որոնք երկուսն են նախատեսված են քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով։ Բանն այն է, որ սույն գործը դեռևս գտնվում է նախնական դատալսումների փուլում եւ դեռևս չեն կանցել ապացույցների հետազոտմանը, իսկ Գալստանյանի մեղսագրվող արարքի առանձնահատկությունները վարույթի նյութերում առկա փաստական տվյալները վկայում են, որ վերջինս առանձնակի եւ առանցքային դերակատարություն է ունեցել մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարման գործընթացում, նախապատրաստման գործընթացում, նախապատրաստության եւ բավարար հիմքեր կան ողջամտորեն կանխատեսելու, որ այլ խափանման միջոցի կամ խափանման միջոցի բացակայության պայմաններում կարող է չկատարել դատարանի որոշմամբ կամ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները։ Պետք է նշեմ նաև, որ վերաքննիչ քրեական դատարանը եւս դատարանի որոշման դատական վերանայման շրջանակներում արձանագրել է այդ հիմքերից երկուսի առկայություններ, թեև նոր հանցանք կատարելու հիմքի հավանականությունը դիտարկել է նվազ։ Այդուհանդերձ հիմքի առկայությունը կա եւ շարունակում է պահպանվել, մինչ այս պահը չեն փոխվել խափանման միջոցի իրավաչափության պայմանները, ուստի միջնորդում եմ դատարանին Գալստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնել եւս 3 ամիս ժամկետով։ Պաշտպանական կողմի
Պաշտպանական կողմի մասնակիցներ։ Ինչպես արծի իրավական կողմին, այնպես էլ ընդհանուր պրոցեսի հակաիրավական կողմ։ Պետքաշության դատանի կողմից քննարկման առարկա դառնա, թե ինչ վարույթի շրջանակներում այս քննարկվում, ում դեմ այդ վարույթը, ինչ պայմաններում։ Քրեական վարույթը նախաձեռնվել ես ընդհատեմ ձեզ։ Վարքadrիչներին նորից եմ կրկնում, կարգու կանոնը ապահովեք։ Եթե չեն ենթարկվում պահանջին, ուրեմն դալիճից դուրս է գրավվում։ Ինչ է զարգացում ողնեցեք, ինչ է զարգացում։ Ընտրեմ պարոն Խուզյան, շնորհակալ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Շատ սիրելի տիկին Լիդա, մի հատ ասա թողնայի, տիկին Լիդա ջան, ամբողջ խոնարհումով շնորհակալություն եմ հայտնում, բայց խնդրում եմ խաղաղ մնաք, շատ եմ խնդրում խաղաղ մնաք, ձեր ձեռքերը ամփուրելով եմ ասում, խաղաղ մնացեք, ամեն ինչ իր ժամանակով, կփոխանցեք հետո, հիմա խաղաղ մնացեք, շատ եմ խնդրում, խնդրում եմ ձեզ, շատ լավ, խաղաղ մնացեք մինչև, շատ խնդրանքս ամեց։ Պիտի անդրադառնանք գործի առնչություն ունեն։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դահլիճում ներկա 10 կարծրացի նկատմամբ, բացառապես այն պատճառով, որ վերջիններս ունեցել են քաղաքական հայացքներ և դրանք փորձել են արտահայտել խաղաղ անհնազանդության ակցիաների և ոչ բռնի պայքարի կանոններով։ Քրեական վարույթը
նախաձեռնվել է, որպեսզի ապօրինի գործիքակազմով խոչընդոտ հանդիսանա Հայաստանի Հանրապետության իրավ քաղաքացիների համար իրենց սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացման ճանապարհին։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնիվս ուսների, նաև Առաքելական Սուրբ Եկեղեցու arczepiskopos Գերաշնորհ Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանի նկատմամբ։ Այս դահլիճից դուրս մեր հասարակության շրջանակներում կասկած չի մնացել, որ այս քրեական հետապնդումը ապօրինի է, հիմնված է կեղծ ապացույցների վրա, չի հետապնդում քրեադատավարական նպատակ։ Այս գործը ունի համաձայն մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 18-րդ հոդվածի այլ քողարկված նպատակ։ Քողարկված նպատակը քաղաքական շարժառիթն է խոչընդոտելու բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են իրենց արդար ձայնը բարձրացնել այս կամ այն հարցի վերաբերյալ, ընդ որում կարևորագույն հարցերի վերաբերյալ։ Հայ ժողովրդի արժանապատվությունն է, առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությունն է։ Քրեական վարույթը նախաձեռնվել է այն ժամանակահատվածում, երբ որ հետագայում արդեն տեսանք եւ հասկացանք, նախապատրաստվում էր, կազմակերպվում էր առաքելական եկեղեցու դեմ այն արշավը, որի ականատեսն ենք դարձել այսօր, եւ այս գործը հարուցելու ստորագրությունը դրած քննիչը, այնուհետև մեղադրանքները հաստատած դատախազները իրենք են սկսել այս ողջ գործընթացը եւ իրենք, եթե չասեմ ամբողջությամբ, մեծ բաժնով պատասխանատու են բոլոր այն գործողությունների դեմ, որ այսօր ապօրինաբար տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Շարժառիթը եղել է ինչպես քաղաքական գործընթացներից, ըստ որդիս մեկուսացումը, այնպես էլ շարժառիթը եղել է առաքելական եկեղեցու ներսում կրշիռ ունեցող հոգևորականի մեկուսացումը, որպեսզի դյուրին դարձվի այս արշավը եկեղեցու նկատմամբ։ Կա մեկ լուծում այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար։ Ըստ որդիս նկատմամբ խափանան միջոց չպետք է ընտրված լինի։ Քանի որ ի սկզբանե այս հետապնդումը եղել է ապօրինի, նշված է շարժառիթներով, խափանան միջոցը չունի որևէ իրավական հիմք, այն պետք է գոյություն չունենա։ Դուք ունեք հնարավորություն դատավարության այս փուլում որոշակի սահմանափակ հնարավորություն, չէ՞։ Կատարել գործողություններ ձեր լիազորություններից ելնող, որով մասնակի որոշ չափով կարող եք մեղմել բոլոր ապօրինությունները, որոնք սկիզբ են առել նախ 2025 թվականի մարտի 18-ին քրեական վարույթի նախաձեռնումով, ապա եւ հունիսի 25-ին անձանց ձերբակալություններով, այնուհետև մեղադրանքների առաջադրումով։ Դա բավականին դժվար որոշում է հաշվի առնելով մեր իրողությունները այսօրվա, բայց դա միակ ճիշտ որոշումն է։ Ցանկացած այլ տեսակի որոշում շարունակում է եւ ապօրինաբար խախտել իմ վստահորդի իրավունքները եւ շարունակում է բաց թողնել այն դաշտը, որի պայմաններում իրավապահ եւ դատական համակարգը պատրաստ է իրավաբանության ցանկացած աղճատման ոտնահարման, եթե դա պահանջում է քաղաքական շահը։ Ուստի դուք կարող եք դերակատարություն ունենալ ինչպես վստահորդիս իրավունքների պաշտպանության հարցում, այնպես էլ առհասարակ այդ արգելակը սահմեք դատական համակարգի այս աստիճանի գահավիժումը կանգնեցնելու ուղղությամբ։ Դրա համար դուք ունեք բավարար իրավական հիմքեր։ Հիմա արդեն անդրադառնանք այն հարցերին, ինչը ենթադրվում է խափանման միջոցի հարցի քննարկման բուն ընթացքին։ Հանրային մեղադրողները ինչպես առաջին դատական նիստին, այնպես էլ հաջորդիվ հայտարարություններ կատարեցին, ընդհանրական արտահայտություններ, առանց գործի որևէ տվյալի վրա հղում կատարելու, առանց պատշաճ մեղադրանքի,
առանց խափանման միջոցի հիմքերի որևէ ռեալ բարձրաբանման։ Նշվեց, որ վերաքննիչ դատարանը էականորեն նվազ է համարել եւ իր դատական ակտում այլևս չի կիրառել այդ հիմքը, թողնելով միայն գործի միջամտելու հարցը, բայց իրականում այդ խնդրին ես շատ չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ բազմիցս անդրադարձել ենք, ես ընդհանրեն առանձին պնդումներ եմ անելու, որի վերաբերյալ պատասխան եւ վաճառաբանությունները ակնկալելու եմ տեսնել ձեր դատական ակտում։ Նախ պետք է անդրադառնանք կալանքի պայմաններին։ Ինչպես այս գործով առաջին օրը մեղադրանք առաջադրելու պահից եւ այդ փաստաթուղթը ձեր ձեռքի տակ կա, մենք բարձրաձայնել ենք հարցեր քննիչին, որ այս մեղադրանքը բարձ չի եւ բարձրաբանման կարիք ունի, այնպես էլ գործի քննության 6 ամիսների ընթացքում այդ բարձրաբանումները չենք ստացել, ինչպես մեղադրանքի կողմից, այնպես էլ հրապարակային հայտարարություններ կատարող նախաքննական մարմնի կողմից եւ համոզմունք ունեմ, որ մենք այդ բարձրաբանումները չենք էլ կարող ստանալ, ոչ թե նրա համար, որ մենք այդ ունակությունը չունենք, այլ որ բարձրաբանում տվողները այդ ունակությունը չունեն, ակնհայտ ապօրինի լղոզված մեղադրանքում որևէ իրավական տարր մատնանշելու։ Անդրադառնալով խափանման միջոցի պայմաններից, մեղադրանքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ նախադեպերով չթվարկեմ ձեր ձեռքի տակ եղած վարույթների նյութերում, մեր բողոքներում բազմաթիվ նշումներ կան այդ դատական ակտերի, ներկայացրել է, որ անձին ներկայացված մեղադրանքը պետք է լինի հստակ, պարզաբանված։ Սա կարևոր է նաև հետագայում, որ անդրադառնանք հիմքերին նաև այդ տեսանկյունից, ինչի որովհետև 18 անձի վերաբերյալ մեղադրանքը ունի բացարձակապես նույն տեքստը, ընդամենը յուրաքանչյուրին հանձնված փաստաթղթում մկեցված է իր անունը։ Այդպիսի պայմաններում պնդում հնչեց, որ օրինակ մեղադրանքի կողմը գտնում է կամ դատարանը նախկինում գտել է, որ ինվեստորը ունի առանցքային եւ առանձնագի դերակատարում։ Այդ որ այդ մեղադրանքների շարադրանքը նույնն է։ Մենք ոնց ենք կարող վերհանենք որևէ մեկի որևէ տեսակի դերակատարումը այս հարցում։ Իսկ դրա տակ ոչ փաստական հիմք կա, ոչ իրավական փաստաթուղթ կա, ընդամենը զգայական հայտարարություն է, որտեղ մեղադրանքի տեքստի մեջ ոնե առնվազն պետք է նշում պարունակի, որ այսինքն անձը ունեցել է էական դերակատարում, էլ չասեմ դասական առումով քրեական իրավունքին բնորոշ կարգավիճակների տրոհումը, կազմակերպիչ, դրդիչ, օժանդակող եւ այլն։ Մեղադրանքի պարզաբանված չլինելու պարագայում եւ ձևակերպումների անորոշության պարագայում դատարանը չի կարող գնահատել, ոչ թե նրա համար, որ այս փուլում առասարակ չի կարող, այլ բովանդակորեն չի կարող գնահատել որևէ արարքի առկայություն եւ դրա հիմնավոր կասկածի առկայություն։ Որտեղ եթե նկարագրված չի անձի ենթադրյալ արարքների օբյեկտիվ կողմի գործողությունների կամ անգործության որևէ նկարագիր, դատարանը չի կարող համեմատական անցկացնել գործում առկա փաստերի, նյութերի, ապացույցների հետ, որպեսզի հասկանա ողջամտորեն կարող է դա տեղի ունեցած լինել, թե ոչ։ Դա առաջին հարցը դեռ ինչ է տեղի ունեցել, որ մի հատ էլ հասկանանք դա ապացուցվում է, թե ոչ։ Մեր բազում հարցադրումներին, հարցապնդումներին եւ մեղադրանքի վերաբերյալ եւ ապացույցների անհատականացման վերաբերյալ նախորդ դատական նիստերին էլ ականատես եղանք, որ մեղադրանքի կողմը որևէ տարանջատում չկատարեց եւ իրենց միջնորդության մեջ առնվազն որևէ ապացույց չեն մատնանշել, որով ասեն այս ապացույցով հաստատվում է Բագրատ arczepiskopos Գալստանյանի մեղցագրվող արարքների հանցակազմերի այսինչ հատկանիշի առկայություն։ Այսինքն ձեր ձեռքի տակ չկա որևէ ապացույց, որով ըստ մեղադրանքի կողմի անհատականանում է ինվեստորի կողմից որևէ արարքի կատարում, չեմ խոսում հանցանքի առկայության մասին։ Անդրադառնալով խափանման միջոցի այլ պայմանին, համաձայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, որոնք ներկայացվել են նախորդ քրեական դատավարության օրենսգրքի նկատմամբ, բայց ամբողջությամբ կիրառել են նաև գործող օրենսդրական կարգավորումներին։ Ճիշտ քրեաիրավական որակում։ Երբ որ մենք ընթերցում ենք այն գործողությունները, որոնք վերագրված են անորոշ անձանց խմբի եւ անորոշ գործողություններ, որևէ պարագայում
այդ բոլոր գործողությունները իրականում գոյություն ունեցած լինելու պարագայում, ապացուցված լինելու պարագայում, որևէ աղերս չեն կարող ունենալ այն հոդվածի հետ, որը ընտրվել է։ Իսկ ընտրվել է երկու հոդված՝ ահաբեկչության նախապատրաստություն եւ իշխանության զավթում։ Ինչ են ընտրվել այս հոդվածները, դրա պատասխանն էլ է պարզ եղել, որ ամեն մեկը այլ կերպ չարտահայտվեմ դատական նիստերի դահլիճում իր պարտքը համարի այս գործի վերաբերյալ որևէ արտահայտություն կատարել, քննչական կոմիտեն կոնտեքստից կտրված խմբագրական աշխատանքներ կատարի փորձելով եւ այս դահլիճում ներկա անձանց եւ նրանց հետ որևէ կերպ փոխկապակցված եւ չփոխկապակցված ընդհանրապես կապ չունեցող անձանց քաղաքական գործիչների հանրային հասարակական գործունեություն իրականացնող անձանց վերագրի Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության պլանավորում, այնուհետև դադարեցման են անգլերենով, ընդունեն դեսպանների, կոմունիկացնեն այդ ամեն ինչը, պնդեն, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ ուժեր պլանավորում էին կատարել ահաբեկչական ակտ։ Մինչդեռ իրականում այս գործընթացը նախկինում էլ ենք արտահայտել սրա մասին։ Բացահայտ անարգանք է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ միջազգային քրեական իրավահարաբերություններում ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ, որովհետև բազմաթիվ մասնագետներ, իրավապահ մարմնի աշխատակիցներ, օրնիվում քրտնաջան աշխատանք են կատարում իրական ահաբեկչություններ կանխելու համար, բայց մի խումբ մարդիկ որոշել են, որ այդ բավականին ծանր մեղադրանքը, հանցագործությունը եւ այդ բոլոր պայքարած մարդկանց անձանց աշխատանքը պետք է ջուրը նետեն եւ այդ ծանր մեղադրանքը քաղաքական շարժառիթներով փաթեթավորեն եւ փորձեն կրկնեն մարդկանց, ովքեր որևէ առաջություն չեն ունեցել նման գործողությունների հետ։ Նույնը վերաբերվում է իշխանության զավթման հանցակազմին։ Ես ակնկալում եմ, որ դուք դատական ակտում երկու այս պայմաններին անդրադառնալու եք։ Նախ, եթե բավարարում եք դատախազների խնդրանքը, պահպանման միջոց եք որոշում կիրառել, անդրադառնում եք, թե արդյոք առկա է պարզաբանված մեղադրանք, որտեղ մեզ այսօր ոչ մեկ չի պարզաբանել եւ ելի մատնանշեմ Բագրատ Սերբազանի արձակնության արձանագրության մեջ առկա է մեր հայտարարությունը, որ մեզ այս կոնկրետ հարցերի պատասխանները տվեք։ Դա չի տրվել ոչ քննչական սենյակում, ոչ Մասիս Մերքոնյան գից Մնացական Մարտիրոսյան զույգի դատական նիստերի դահլիճում, ոչ էլ այս դատական նիստերի դահլիճում հանրային մեղադրողների կողմից։ Եթե կարիք կլինի, չնայած ձեր ձեռքի տակ այդ հարցադրումներն է կարող են բարձրաձայնել, թե ինչ հարցեր ենք տալիս քննիչին։ Եվ այո, ակնկալում եմ, որ ձեր դատական ակտում անդրադառնալու եք եւ առնվազն հիմնավորեք, որ առկա է համաձայն Վճռաբեկ դատանի նախադեպերի եւ Եվրոպական դատանի նախադեպերի հաստատած ստանդարտների առկա է որոշակի մեղադրանք։ Սա առաջին։ Երկրորդը, որ այդ մեղադրանքում շարադրված գործողությունների իրադարձությունների նկարագիրը համապատասխանում է այն իրավական գնահատականին, որի հիման վրա մեղադրանքը առաջադրվել կոնկրետ հոդվածներով։ Սա նույնպես դատանի պարտականությունն է այդ թվում այս փուլում, որովհետև եւ օրենքը եւ նախադեպային իրավունքը որևէ տարանջատում չի դնում այս երկու պայմանների առումով։ Հիմնավոր կասկածին կանդրադառնանք դրա վերաբերյալ մի քիչ խառը դատական պրակտիկա ունենք։ Իսկ այս երկու պայմանների առկայությունը մշտապես պետք է մատնանշված լինեն դատական ակտերում, եթե այդպիսի դատական ակտերով որոշվում է որևէ անձի ազատություն սահմանափակել։ Անդրադառնալով հիմնավոր կասկածին, մենք ունենք դատական պրակտիկա եւ շատ հաճախ դրան հղում է կատարվում, որ այս փուլում դատարանը չի կարող հիմնավոր կասկածի հարցի անդրադառնալ։ Մինչդեռ, եթե նախկինում նման դիրքորոշում կայացվել է գուցե բարի նպատակներով, այսօր այդ հնացած պրակտիկան ծառայեցվում է իչարս, փորձելով բոլոր ապօրինի քրեական վարույթներում պաշտպանության կողմից զրկեն բովանդակային հարցի քննարկման հնարավորությունից։ Այսինքն ինչ է ստացվում։
մենք առաջադրել ենք մեղադրանք, որը կարող է լինել բացահայտ ապօրինի։ Այդ մեղադրանքի հիմքում վկայակոչել ենք փաստեր, առաջադրել ենք ծանր հոդվածով մեղադրանք, ինքնին սա բավարար է, որպեսզի անձը մտահոգություններ ունենա, որ կարող է ծանր հոդվածով դատվի, հետևաբար որևէ բովանդակային քննարկում չի կարող լինել եւ պետք է պաշտպանության կողմը լռի, որևէ առարկություն չներկայացնի, մինչեւ այդ գործի ամբողջական քննությունը կավարտվի։ Հարգելի դատարան, տենց չի կարող լինել։ Առնվազն որոշակի ողջամիտ շեմով դատարանը այս հարցի քննարկումը իրականացնելիս պարտավոր է անդրադառնալ հիմնավոր կասկածի առկայությանը։ Եվ եթե որոշակի տրամաբանական շեմ դրա համար սահմանելու լինենք, առնվազն այդ շեմը չպետք է նվազ լինի, քան նախաքննության վերջի փուլում հիմնավոր կասկածի հիմքում ընկած նյութերի բովանդակությունը։ Որովհետև ինչ է ստացվում։ Նախաքննության փուլում քննիչը գործից ֆիլտրված, տեղաթուրված տվյալները, այդ թվում հայտնի կեղծված ապացույցը վերում ներկայացնում է կալանքի հարց քննարկող դատարանը։ Մի կողմ թողնե, որ այդ դատարանը ինքը ինքնուրույն կարող է այդ հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում հիմա հարցի քննարկողը դուք եք։ Եվ ստացվում է, որ ապօրինի ապացույցով անձին նախաքննության փուլում կալանավորեցին, իսկ դատարանը գործի իստեյության քննարկման ընթացքում ասում է, ես չեմ կարող անդրադառնալ հիմնավոր կասկածին։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ առերևույթ ակնհայտ է այն խնդրը, որը դրված է այս գործի հիմքում։ Հետևաբար մենք պետք է ներկայացնենք այդ հանգամանքները եւ դատարանը նույնիսկ արտապրակտիկայի պայմաններում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորի, թե ինչի է անհրաժեշտություն առաջացել այս փուլում լսելու քննարկելու հիմնավոր կասկածի հարցը։ Ընդ որում առաջարկը սա ոչ թե ամբողջ ծավալով մենք անդրադառնանք եւ անհարկի ծանրաբեռնենք process-ը, այլ հիմք վերցնենք այն բոլոր տվյալները, որոնք եղել են նախաքննական վերջին կալանքի հիմքում եւ հասկանանք արդյոք դրանից հետո երբ որ գործի նյութերը տրամադրվել են պաշտպանության կողմին, պաշտպանության կողմը ձեռք է բերել եւ գործի նյութերում կարող է մատնացույց անել տվյալներ, որոնցով հերքվում է նախնական քննության ընթացքում կալանք տվող դատանի ներկայացված տեղեկատվության իսկությունը։ Օրինակ բերեմ, հա, եւ քննչական կոմիտեն էր դրա վրա հղում կատարում եւ նույնիսկ արժանամբյոնից է դրա մասին հնչում։ Ըստ քննչական կոմիտեի հրապարակային հայտարարությունների ներկա անձինք կամ նրանց մի մասը, ինչ եմ ասում, ինչ չեմ կոնկրետացնում, որովհետեւ ելի անդրադառնանք, որ մեղադրանքները բացարձակ անհատականացված չեն եւ լողոզված տեքստով են շարադրված։ Կատարվել է պնդում, որ պլանավորում են վառել խոտի տուկեր։ Սա առանցին վերցրած կարող է քննարկման առարկա դառնալ, հաշվի առնելով, որ դա ինքնին հանցագործություն չի, կարող է ինչ-որ առումով դիտվել վարչական իրավախախտում, բայց եթե նայենք միջազգային պրակտիկան, հավաքների իրացման հաճախակի օգտագործվող ատրիբուտներից է։ Խոտի տուկեր վառվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի սրտում, տարբեր պիրոտեխնիկա օգտագործվել է Հարևան Վրաստանում ցույցերի ընթացքում եւ քանի դեռ պիրոտեխնիկան նաեւ եթե անդրադառնանք ծխերին նաեւ օգտագործվել է ազգային ժողովի ներսում որպես բողոքի ակցիա 2018 թվականին։ Վերադառնալով, քննչական կոմիտեն այդ հայտարարությունը կատարում է։ Դրա վերաբերյալ նյութեր տրվել է առաջին կալանքի հիմքում։ Հետագայում երբ որ ստացել ենք գործի նյութերը, ինչ ենք տեսել այդ գործի նյութերում, որ այդ խոսակցությունը, որ օրինակ վերագրվում է Բագրատ Սրբազանին, այստեղ էլ վերապահում անենք այդ ձայնագրությունների նույնականացմանը, վերագրվում է Բագրատ Սրբազանին ըստ քննչականի։ Դրան հաջորդող 2-3 օր հետո ձայնագրության մեջ էլի իրենց կողմից արձանագրված էլի Բագրատ Սրբազանի վերագրվող տեքստում կատարում է հայտարարություն, որ չէ քննարկել ենք, սա չենք անելու։ Առաջին ատյանի դատարանին այս տվյալը ներկայացված չի եղել նախաքննության ընթացքում։ Արդյոք եթե այս տվյալը բարեխղճորեն քննիչի կողմից ներկայացված լիներ, դատական ակտ ունենալու էր այդ տեսքը։ Ես խիստ կասկածում եմ։ Բայց ապօրինաբար թաքցնելով մեղադրանքը հերքող տվյալները ֆիլտրված սելեկտիվ ձևով ներկայացնելով առանձին հատվածներ, ինչ որ առումով դատարանի քննիչը համոզել է, որ
այս տվյալները կարող են իրողություն լինել։ Նույն պահանջված գնդակահարության ձայնագրությունը։ Նախաքննության ընթացքում դա ներկայացվում է եւ դրվում է խափանման միջոցի հիմքում, այն բովանդակությամբ, ինչը քննիչը եւ ԱԱԾ-ի աշխատակիցը նպատակահարմար են գտել արձանագրել։ Ընդ որում արձանագրությունները կազմվել են այնպես, որպեսզի հանկարծ կասկած չմնա, որ այնտեղ կարող է ինչ-որ հատված բաց կողմած լինել, չեն օգտագործել որևէ լեզվաբանական կամ իրավական տեխնիկայի կանոններ, որպեսզի ցույց տան, որ այդ հատվածը առանձնացված է եւ ամբողջական բովանդակություն չի պարունակում։ Այդ եղանակով մոլորեցնելով դատարան։ Իմիջայլոց ասեմ, որ դրա վերաբերյալ ապացույց կեղծելու եւ կեղծ ապացույց օգտագործելու վերաբերյալ արդեն եւ 1 ամիս կլինի հաղորդում ենք ներկայացրել գլխավոր դատախազությունը, որևէ պատասխան դեռ չենք ստացել։ Չսպասելով այդ պատասխանին, նաեւ 1 շաբաթ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, թեև պատասխանը պետք է ստանայի 24 ժամ անց, բայց ելի որևէ պատասխան չեմ ստացել։ Առաջին ատյանի նախաքննական փուլում առաջի ատյանի խափանման միջոցի որոշումից հետո մեր ստացված նյութերով մենք պարզեցինք, որ այդ տվյալները կեղծված են։ Հիմա ինչ է ստացվում։ Դատարանը սկզբից որոշել է անձին կալանավորել կեղծ տեղեկատվության հիման վրա, բայց մենք հիմա չկարողանանք այդ հարցը բարձրացնել դատարանի առաջ եւ ասել, որ կոնկրետ այս ապացույցին պետք է ուշադրություն դարձնել հիմնավոր կասկածի հարցը գնահատելիս։ Շատ են քննարկվում եւ այս մասին մենք նախկինում շատ առարկություններ չենք ներկայացրել սպասելով համապատասխան դատավորական փուլին, քննարկվում են աստիճաններ